Մենք ուզում ենք աշխատանքային խումբ կազմակերպեն եւ ընդունեն մեզ, մեր պահանջը, իրենց պահանջը, մենք մեր հարցադրումները անենք, իրենք էլ իրենց ասեն եւ այս հարցին լուծում տանք։ Մենք չենք նահանջելու, խնդրում եմ պարոն Փաշինյան, 1, 2, 3 ծնողով մեզ ընդունեք, մենք խնդիրները ասենք, դուք էլ ասեք, միգուցե այս հարցին այլ լրացումներ լինեն եւ այս հարցին մի փոքր լուծում տրվի։ Շնորհակալություն։ Բացի զինծառայության ժամկետը կրճատելուց այլ խնդիրներ ունեք, որ խնդիրները Չէ, միայն այդ հարցն է։ Այլ խնդիրներ չունեն, մեր տղաները բարձր ոգով ծառայում են, մենք շնորհակալ ենք, նման խնդիրներ չունենք։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար, թե նախարարին, թե վարչապետին, նորից եմ կրկնում, պարոն Փաշինյան, գիտենք, որ դուք կարող եք այս հարցին լուծում տալ, մեր այս արդարությունն ու վերականգնեք եւ այս ամենին վերջ տրվի, մեր երեխաներն էլ ծառայում են բարձր ոգով, երեխաների մեջ ինչ որ հարց չի դիտվում, մենք ծնողներով ենք այս արդարությունը ուզում լինի։ Որտեղ է ծառայում ձեր որդին։ Այ Վարդենիսում։ Այցելել եք նրան, ինչ է պատմում ծառայությունից կամ դուք ինչ նկատեցիք։ Ամեն ինչ նորմալ է, մենք խնդիր չունենք այնտեղ, նորմալ ծառայում է, ոչ մի խնդիր չեմ տեսել այսքան ժամանակ, ուժը 10 ամիս է ծառայում է, ամեն ինչ նորմալ է։ Տեսեք, եթե չեմ սխալվում, դուք կառավարությունում եղել եք ու այնտեղից ձեզ ասացին, որ ամեն դեպքում այս խնդրի հասցեատերը իրանք չեն, պաշտպանության նախարարությունն է։ Հիմա այսինքն նախարարի հետ կապված սպասելիքներ չկան, որ Փաշինյանի հետ եք ցանկանում հանդիպել։ Դե ամեն դեպքում պարոն Փաշինյանը ասաց, որ կդիտարկի այդ հարցը պարոն նախարարի հետ, դրա համար հարցադրումը այդպես ենք ձևակերպում, քանի որ ինքը ասաց, որ մենք ձեր երեխաների ծնողներն ենք, քանի որ ինքը այդ արտահայտությունը արվել է, մենք էլ խնդրում ենք իրեն օգնությամբ վերանայվի այս հարցը։ Իսկ միայն Փաշինյանի հետ եք ցանկանում հանդիպել, թե ամեն դեպքում ամեն բնակավարից լինեն, որ իրենք էլ ասեն, լինում է, չի լինում, կարող են, թե չեն կարող։ Միանշանակ մեկ հոգով չի լինի։ Ամեն դեպքում, եթե որոշումը չփոխվի, ինչ եք անելու։ Մենք չենք նահանջելու, պետք է մի բան փոխվի, մենք մեր երեխաների արդարության համար պայքարելու ենք։